Դերասանուհի Ռոզա Դավթյանը շարունակում է շատ ակտիվ գործունեություն ծավալել և աշխատանքային նորություններով կիսվել նաև սոցիալական հարթակներում, սակայն հանգստյան օրը կարևոր և ուրախալի է դերասանուհու ընտանիքի համար։ Ռոզան և ամուսինը Գուրգենն այսօր հարսանիքի են մասնակցում, այն էլ կարևոր դերակատարմամբ՝ հարսանյաց խնջույքին։ Դերասանուհին մի քանի տեսանյութ է հրապարակել նախ ցույց տալով իր արտաքին տեսքն, ապա հարց ուղղելով իր հետևորդներին՝ արդյոք քավոր կնոջը վայել է իր արտաքին տեսքը, իսկ Star News-ն առանձնացրել է հարսանիքից մի քանի կադրեր և տեսեք, թե ինչ տեսքով է զույգը ներկայացել։ Երեխեք, ասեք, քավոր կնոջ ձեռքերի նման է ձեռքերս և գնահատեք աշխատանքը, ես ընդհանրապես եղունգ չունեի և քնարիկը հավաքելա պարզապես այս եղունգները, ես 10-ից անվերջություն։ Այսօր քավոր կին եմ, ուզում եմ շատ ճոխ մեյքափ անես, քավոր կնոջը համապատասխան։ Ինձ լրիվ քավոր կին եմ զգում ու իմ պատկերացրածից շատ ավելի լավ ա եղել, հիացած եմ, խոսքեր չունեմ։ Այժմ ձեզ կներկայացնենք աստղային օրվա այլ նորություններ։ Դերասան և հումորիստ Արմուշն իր սոցիալական էջերում նոր տեսանյութ է հրապարակել հանգստի փուլից։ Արմուշը նաև այդ տեսանյութով շնորհավորել է երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանի ծննդյան տարեդարձը։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել տեսանյութը։ Ամեն տարի մի նկարով միշտ շնորհավորում էի նրա ծննդյան տարեդարձը, բայց այս տարի որոշեցի այսպես շնորհավորել։ Թութուր, ծնունդդ շնորհավոր, ես քեզ սիրում ու կարոտում եմ։ Բնությունը միշտ հզոր է և նրա դեմ մենք անզոր ենք, այնպես որ թե գիպնոթերապիա, թե հոգեբան, թե ռետրիտ և թե մնացած մարդիկ, բոլորիդ խորհուրդ եմ տալիս, ուղղակի եկեք վայելեք բնությունը, հրաշք։ Բազմաթիվ հեռուստասերիալներից հայտնի դարձած դերասանուհի Նոնա Սաֆարյանն իր սոցիալական էջերում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ընթացքում երկրպագուներն ու հետևորդները հարցրել էին մի քանի մասնագիտական թեմայի մասին։ Դերասանուհին պատասխանել է, իսկ մենք առանձնացրել ենք նրա տեսանյութը։ Ճիշտ է, իմ հարցերը ընդունելու պատուհանիկը փակվել է, բայց քանի որ շատ կային նմանատիպ հարցեր, որոնք վերաբերում էին Թատերական ինստիտուտ ընդունվելուն, քննություններին և առհասարակ դերասանուհի դառնալուն և այլ ոլորտում գործունեություն ծավալելուն, ես ինձ մեղավոր կզգայի, որ որևէ պատասխան չտայի, թեկուզ ընդհանրական։ Նախ ուզում եմ ասել, որ երբեք մի փորձեք կեղծել ձեր զգացմունքները և առավել ևս ձեր ձայնը, որովհետև այդ ամեն ինչը ցայտուն երևում է ու ուղղակի ձեր դեմքին գրած է, որ ես փորձում եմ լավը երևալ, ես փորձում եմ լավ խաղալ։ Ես չեմ ասում, որ հասուն դերասաններ, ովքեր փորձ ունեն, նմանատիպ խնդիր չեն ունենում, բայց փորձեք մաքսիմալ ձերբազատվել դրանից, որովհետև դա միայն ձեզ կխանգարի։ Ներքուս տարեք այդ ամեն ինչը, եղեք ուղղակի այդ զգացողությամբ լցված, բայց ոչինչ ցույց մի տվեք, ցուցադրության մասին մոռացեք։ Բնականաբար այս դեպքում նույնպես նախորդ սթորիի խորհուրդները ուժի մեջ են և լավ կլինի, որ դուք դրանց մասին հիշեք նաև քասթինգների գնալիս ու չմտածեք, որ ես ինձ չգիտեմ ինչ
մեծ դերասանուհի եմ կարծում ու փորձում եմ մնացածին սովորեցնել, ոչ այս արվեստում ճիշտ ու սխալ գոյություն չունի, կա ուղղակի զգացողություն եւ մթնոլորտ, որի առկայությունն է ամենակարևորը, բայց քանի որ դեպք եղել է, երբ ես խորհուրդներով կիսվել եմ եւ աղջիկը գնացել է քաստինգի ու անցել, դրա համար ինձ թույլ եմ տալիս այսպիսի ստորիներ անել։ Այնպես որ ուղղակի եղեք ազնիվ ինքներդ ձեր հանդեպ ու ամեն ինչ լավ։ Էրիկ, ուրա դրամիսի մնացած մասը։ Եժը բենի կերել է, կեզ պաղլավա յա պաղել են։ Ինչ յա կերել։ Սիրված երգիչ Սարոթ Հովմասյանը ևս շարունակում է ակտիվ լինել սոցիալական հարթակներում։ Նա պարբերաբար հրապարակում է տարբեր տեսանյութեր, որոնք երբեմն շատ զվարճալի են ստացվում։ Այս անգամ Սարոթ Հովմասյանը խոսել է իր մեծ սիրո մասին՝ սերը դեպի հարազատ մայրաքաղաք։ Սարոթ Հովմասյանը իր խոսքում նշել է, որ չի պատկերացնում այլ երկրում ու այլ քաղաքում իր ապրելը։ Star News-ը ձեզ ներկայացնում է տեսանյութը։ Ամենասիրուն քաղաքը Երևանն է, աշխարհի ամենալավ տեղը Երևանն է։ Ես ամեն անգամ համոզում եմ, որ ես ոչ մի տեղ չեմ կարող ապրեմ հեռու մեր Երևանից։ Ու շատ եմ ուրախանում, որ այդքան մարդիկ կան այսօր Երևանում դրսից եկած։ Վերջին տարիների ընթացքում երգչուհի Լիլուն Ամերիկայի Միացյալ Նահանգներում է բնակվում եւ հենց այնտեղ էլ շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել եւ ելույթներով հանդես գալ տարբեր միջոցառումների եւ հարսանեկան խնջույքների ընթացքում։ Երգչուհին նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է այն, որ ինքը պետք է ելույթ ունենա բասկետբոլային խաղի ժամանակ։ Որդին ու ամուսինն էլ նրան աջակցելու էին եկել։ Star News-ը ձեզ ներկայացնում է այն տեսանյութը, որով երգչուհին կիսվել է Instagram-յան հարթակում։ Առաջի անգամ եկել ես մամայիդ ելույթին։ Պատմի ինձ քո զգացողությունների մասին։ Մամային support եմ անում, I wish you luck։ Մերսի։ Պապ դու մի բան ունես ասելու։ Ոնց չունես։ Ես մտնելուց առաջ կաց։ Հետո Խաղը մի քանի րոպե։ Բայց Հայաստան Իռլանդիա խաղն է, դու ինչ ես Լոս Անջելես մայրաքաղաքի։ Ես չգիտեմ, ջերզիները ծախում են։ Ջերզի ես ուզում Հայաստանին։ Հա, Բայց քո ջերզին ամենաթանկն է։ գիտեմ, դու մի հատ պտտվի տեսնենք։ Special jersey է քո։ With love։ Բրո։ Եվ հետո ինչ ունես ասելու մեր թիմին։ Let's go Army!